Բարի երեկո, դուք դիտում եք բացահարթակ, այսօր իմ հյուրը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Կամո Սարգսյանն է, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Եվ այսպես, պարոն Սարգսյան, դուք հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում համակարգում եք ջրային ոլորտը։ Կխնդրեմ հակիրճ ներկայացնել, ինչ լիազորություններ ունի հանձնաժողովը եւ ինչպես է վերահսկում ջրամատակարարման ոլորտը։ Նախ շնորհակալություն հրավերի համար։ Ասեմ, որ հանձնաժողովը ունի հավասարակշռողի դեր, սրանից ելնելով կարգավորում է բաժանորդ մատակարար հարաբերությունները, ինչպես են կարգավորվում այս հարաբերությունները։ Ասեմ, որ հանձնաժողովը տալիս է լիցենզիա ջրամատակարար կազմակերպությանը եւ հետեւում է լիցենզիայի պայմաններին։ Միևնույն ժամանակ բաժանորդ մատակարար հարաբերությունները կարգավորվում են ջրամատակարարման օրինակելի կանոններով, որի անբաժանելի մասն է հանդիսանում նաեւ պայմանագրերի ձևերը, օրինակելի ձևերը, որը գործում է բաժանորդի եւ մատակարարի միջև։ Իսկ լիցենզիայի մասով, ինչպես գիտեք, հաստատվում է որպես հավելված սակագնի մեթոդաբանությունը, որով եւ առաջնորդվում է սակագնի հաշվարկման վերանայման ժամանակահատվածում։ Այսինքն ինչ ասել է, որ հանձնաժողովը, այսպես ասած, բալանսավորում է ոլորտը։ Քանի որ մենք գործ ունենք բնական մենաշնոր իրենից ներկայացնող կազմակերպության հետ եւ բնական մենաշնորի դեպքում սա բնական մենաշնոր կոչվում է, որովհետեւ բնականից ինքը մենաշնորային դիրքում է, այսինքն տրամաբանություն չկա, որ մարդը իր տան մեջ ունենա 2-3 ջրամատակարարի ծորակներ եւ այսօր ուզենա սրանից օգտվել, վաղը նրանից օգտվել։ Դրա տրամաբանությունը չկա, դա շատ թանկ եւ անհեթեթ հասկացողություն է։ Դրա համար կա բնականից այս կազմակերպությունը մենաշնորային դիրքում է։ Եվ քանի որ ինքը մենաշնորային դիրքում է, շատ հաճախ կարող է թելադրողի դերում հանդես գալ, շատ հաճախ կարող է ուղղակի խեղճացնել բաժանորդներին, այսպես ասած, հա, ժողովրդական լեզվով, եւ այդ նման երևույթները թույլ չտալու համար գոյություն ունի հանրային ծառայությունների հանձնաժողով, որը պետք է իր կանոններով, մշակած կանոններով հետևի կանոնների կատարմանը, թե բաժանորդի կողմից եւ թե ջրամատակարարի կողմից, որպեսզի նման իրավիճակում չհայտնվի, այսինքն բաժանորդը միայնակ չմնա մատակարարի առջև։ Այդ դեպքում, պարոն Սարգսյան, ինչ է անում հանձնաժողովը, որպեսզի ինչպես դուք եք ասում, Վեոլիա ջուրը չխեղճացնի սպառողին։ Հանձնաժողովը հաստատել է ջրամատակարարման օրինակելի կանոնները, որով հիմնականում բաժանորդ մատակարար հարաբերություններն են կարգավորվում։ Հանձնաժողովը իրականացնում է մոնիտորինգ շատ տարբեր ժամանակահատվածներում եւ շատ տարբեր գործառույթների մասով, այսինքն եւ ջրի ծավալների մասով է մոնիտորինգ իրականացնում, եւ բաժանորդների ենթադրենք նոր միացումների համար երամսյակային մոնիտորինգ է իրականացնում, եւ սպասարկման որակի ցուցանիշների մասով է իրականացնում, այսինքն մշտապես այդ գործիքը մոնիտորինգ իրականացնելու եւ միևնույն ժամանակ բաժանորդներից ընդունված դիմումների բողոքների վերլուծության արդյունքում բավականին մեծ ծավալի դիմում բողոքներ է բնականաբար ստանում հանձնաժողովը կապված ջրամատակարարման աշխատանքների հետ վերլուծության ընթացքում հանվում են հիմնական հարցերը, որոնք ունեն կարգավորման կարիք։ Կարգավորում է, այնուհետև հետևում է կարգավորման արձագանքին։ Տեսեք, մենք շատ հաճախ լսում ենք, որ ամռան ամիսներին շատ են, չէ՞, բնակիչների բողոքները ջրանջատումների, ջրամատակարարման գրաֆիկների խախտման վերաբերյալ, լուրջ խնդիր է նաև կոյուղատարերի վիճակը, ինչով է պայմանավորում այս իրավիճակը եւ ինչ լուծումներ են առաջարկվում։ Նախ ուզում եմ ասել, որ երևի թե մենք բոլորս էլ գիտենք, որ Հայաստանի Հանրապետությունում, այդ թվում նաև Երևանում, ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերը բավականին մաշված վիճակում են եւ բավականին հին են եւ ասեմ, որ 30-ական թվերի կառուցված ջրագծեր կան հիմա շահագործման մեջ։ Բայց նաև պետք է հաշվի առնենք, որ ջրամատակարարման համակարգի արդիականացումը իրենից բավականին թանկ աշխատանք է, քանի որ ամբողջը ստորգետնյա է եւ պետք է հաշվի առնենք նաև, որ եթե օրինակ էներգիայի դեպքում հոսանքը մեզ համար վերջնական սպառման ապրանք է, ջրի դեպքում այդպես չի, ջուրը ինչպես մատակարարում են, այդպես էլ հեռացնում են ջուրը, մաքրում եւ տալիս են բնությանը, այսինքն այդտեղ նոր ավարտվում է ջրի ֆունկցիան ջրամատակարարի։ Իսկ ինչ վերաբերվում է վթարների քանակին, իհարկե ցանցը մաշվածություն ունենալով հանդերձ նաև կա ծանրաբեռնվածության գործոնը,
ինչպես գիտենք վերջին տարիներին ակտիվ կառուցապատումներ են տեղի ունենում եւ վերջին հաշվով այս շարժը բնակիչների դեպի մայրաքաղաքն ու դա նորմալ է, բոլոր երկրներում էլ դա տեղի է ունենում։ Պարզապես մենք պետք է միշտ պատրաստվենք, միշտ վերանայենք մեր ծրագրերը, կառուցապատումների, միշտ վերանայենք մեր համակարգի վերազինման ծրագրերը։ Այս առումով բավականին բարձր ճնշումների հետ գործ ունի առանց էտել հին ու մաշված ցանցի մի քանի տվյալներ ասեմ, օրինակ 11000 գրեթե կիլոմետր ջրամատակարարման ցանց կա, 3700 կիլոմետր ջրահեռացման ցանց կա։ Այս մաշվածություն ամենակիչը 30-40 տարվա մաշվածություն ունեցող ցանցի շահագործման պայմանները հիմա փոխվել են, նոր վերաբերմունք է առաջացել, նոր պահանջներ ցանցի նկատմամբ, քանի որ կառուցապատվող շենքերը հիմնականում 18-20 հարկանի շենքեր են եւ սրանց ճնշումային արդեն մակարդակը ազդեցությունը եղած ցանցի վրա շատ մեծ է։ Վթարների թիվը բավականին այստեղ մեծանում են։ Վթարների թիվը կապված են եւ մաշվածության եւ շահագործման առանձնահատկություններից ելնելով եւ գրավիտացիայից ելնելով, այսինքն մեր քաղաքը, մեր երկիրը իր ռելիեֆային առանձնահատկություններով տարբերվում է, բնականաբար ինքը ուղիղ հարթ ռելիեֆային մակարդակում չի, իսկ այս առումով մեծ ճնշումների հետ գործ ունենալը ցանցում նորմալ երևույթ է մեզ համար։ Պարոն Սարգսյան, ես հասկանում եմ ձեր ներկայացրած հիմնավորումները, բայց այստեղ մեկ այլ բան կա, որը պետք է նաև սպառողի կարծիքը հաշվի առնել եւ սպառողի դժգոհությունն ընդունել, որովհետեւ օրինակ ես ամռան ամիսներին 3 ամիս եւ ոչ միայն ամռան, այսինքն հունիսից մինչեւ սեպտեմբերի վերջ խայտարակ որակ է լինում ջրի եւ ինչ որ արտեզյան ջուր են միացնում սովորական խմելու ջրին եւ միշտ պատճառաբանում են, դա առողջությանը վնաս չի։ Լավ, եթե ես պետքա վճարեմ մեկ, այսինքն ծորակի ջրից չօգտվեմ, վճարեմ առանձին ջուր գնելու համար, հետո էլ մի հատ էլ պետքա իրանց վճարեմ իրենց խայտարակ ջրի համար, իրենց այսպես ասած տրամադրած անորակ ջրի համար եւ մենք տեսնում ենք, որ սա մի դեպք չի, մենք ամռան ամիսներին լրատվամիջոցները ողողվում են Veolia ջրից դժգոհություններով։ Այո, ամառվա ամիսներին հանձնաժողովն էլ բավականին մեծ քանակությամբ դիմումներ է ստանում։ Հիմա նայեք, ջրամատակարարման համակարգում ջրամատակարարումը դա ջրի արտադրությունը ինքնին արտադրություն չի, դա ջրային ռեսուրսի հետ կապ ունեցող արտադրություն է։ Այսինքն ջրաղբյուրների նվազեցումը վերջին 7-8 տարիների ընթացքում մոտավորապես 20-25% նվազել է ջրաղբյուրների ջրարտադրությունը։ Իսկ դա նշանակում է, որ երբ ինքնահոս ջրաղբյուրները, ձեր ասած են լավ մաքրամաքուր, ավելի լավ համային հատկանիշներ ունեցող ջուրը ջրաղբյուրում նվազում է, ստիպված պետք է մեխանիկական ջրարտադրություն իրականացվի։ Շատ լավ, ես հասկանում, բայց պետք է քիթը բռնել, որպեսզի հոտ չքաշել է ջրից նոր է ջուրը խմել եւ ասեն, որ դա առողջության համար վնաս չէ։ Ես իմ սեփական օրինակով եմ ասում, ոչ թե ուրիշներին եմ ներկայացնում։ Շատ լավ։ Ջրի որակական հատկանիշները, որակին ներկայացվող պահանջները, ավելի ճիշտ, հաստատված են առողջապահության նախարարության հրամանով եւ առողջապահության նախարարությունը իր հակահամաճարակային այդ կազմակերպության արդյունքում ծառայության կարողանում է իրականացնել ստուգումներ եւ պարզել ջրի որակի իսկ ինչ դուք ասում եք համային հատկանիշը, ինձ թվում է համային ու հոտի հատկանիշը դա ջրի որակով հաստատված ստանդարտների հետ չի մտնում դրա մեջ։ Այսինքն եթե ջրից համ կամ հոտ է գալիս, դա նորմալ է։ Նայած ինչի արդյունքում է դա։ Նայած ինչի արդյունքում է, եթե պարամետրերի մեջ խախտում չկա, որակի, չգիտեմ, ջրի կոշտություն, pH, չգիտեմ, այս պարամետրերի մեջ խախտում չկա, համը դրանից չի առաջանում, այլ բնական համ ունի, համ ու հոտ նայած ջուրը ինչ ապարների մեջ է կուտակվում, ինչ հանքանյութերի միջով է անցնում, ըստ դրա որոշում է ջրի պիգմենտավորումը ու համի առանձնահատկությունները։ Իսկ կա ինչ որ գրաֆիկ, որ այսքան ժամից ավել Veolia ջուրը իրավունք չունի մարդուն թողնել առանց ջրի։ Խոսքը ջրամատակարարման գրաֆիկի խախտումների մասին է, երբ, չգիտեմ, 36 ժամ, 48 ժամ մարդուն կարող են թողնել առանց ջրի։ Նայեք, ջրամատակարարման պլանային եւ վթարային անջատումներ գոյություն ունի, այսպես հասկացողություններ, որտեղ աշխատում է 36 ժամ եւ 72 ժամ սահմանափակումները, այսինքն ներքին ցանցում տեղի ունեցող աշխատանքների իրականացման համար պետք է 36 ժամ հետո Veolia-ն իրականացնի ջրամատակարարում։
72 ժամը վերաբերում է մագիստրալային ջրագծերի վերանորոգման կամ վթարների վերացման աշխատանքների հետ կապված։ Հիմա ինչի համար 36 ժամ եւ 72, ինչի համար 8 չի կամ 12, որովհետեւ միգուցե վթարային կամ պլանային աշխատանքը իրենից ներկայացնում է 1-2 ժամ, հա, երրակցման աշխատանքներ կամ խողովակի փոխարինման աշխատանքներ, բայց ամբողջ ցանցը լցել եւ ապահովել ճնշումներով, քանի որ ցանցը դատարկվում է վթարների ժամանակ եւ ապահովել ճնշումները, դրա հաշվարկային ժամանակահատվածը 36 ժամն է կամ մագիստրալայինի դեպքում 72 ժամը։ Այսինքն 72 ժամ մարդը պետք կարող է մնալ առանց ջրի եւ դա նորմալ է։ Չէ, առանց ջուր մնալու, եթե հայտարարված է, հա, պլանային անջատում է, այստեղ դրա համար ասեցի պլանային անջատման դեպքում։ Եթե նախորոք հայտարարում են, դա ենթադրում է, որ մարդը պետք է ջուր վերցնի օգտագործման համար, որպեսզի անջուր չմնա։ Իսկ եթե կլինեն բացառիկ դեպքեր, որ, չգիտեմ, անջուր մնալու խնդիր է առաջանում, այստեղ ինձ թվում է մենք կարգավորումներում որևէ առանձնակի նկատառումներ չունենք այս մասով, բայց ինձ թվում է կարող ենք նաև քննարկել ջրի, հա, մոտեցման հարցը, ժամանակավոր ինչ որ ջրի մոտեցման հարց փորձենք քննարկել։ Այդ շատ կարևոր է, որովհետև ներողություն անկեղծության համար, բայց ինչ է նշանակում 3 օր թողնել մարդուն առանց ջրի, այսինքն 3 օր հետո նա այսինքն 3 օրվա ընթացքում առանց օրինակ լողանալու պետք է գնա աշխատանքի, այդ մի քիչ աբսուրդ է եւ հետեւաբար մենք շատ հաճախ ենք լսում, որ հանձնաժողովին քննադատում են, որ բավարար վերահսկողություն չի իրականացնում Վեոլիա ջրի նկատմամբ, նույնիսկ հնչում են կարծիքներ ընկերությանը լիցենզիայի ձեռքելու մասին։ Նախ ուզում եմ ասեմ, որ բավարար վերահսկողություն հանձնաժողովը ունի իր գործիքները վերահսկողություն իրականացնելու։ Ես ասեցի ինչ իրավական ակտերի նկատմամբ, հա, ինչ պահանջների վերահսկողությունը պետք է իրականացնի հանձնաժողովը։ Հանձնաժողովը չի կարող տեխնիկական կամ, չգիտեմ, ներդրումային քաղաքականությանը վերաբերվող որևէ վերահսկողություն իրականացնել։ Հանձնաժողովը իրականացնում է ջրամատակարարման օրինակելի կանոններին, հա, լիցենզիայի պահանջներին վերաբերող վերահսկողություն։ Իրականացնում է մոնիտորինգների արդյունքում, օրինակ ջրի ծավալների հայտնաբերման, հա, մոնիտորինգների ժամանակ տարիներ շարունակ իրականացնում է հանձնաժողովը եւ տարեկան օրինակ 25 թվականին 498,000 խորանարդ մետր ջուր գրանցվեց, նախորդ տարի 450,000, դրա նախորդ տարին 830,000, դրան եւ այսպես շարունակ, այսինքն իսկ այս ջուր գտնելու, հա, process-ը ինչ է իրենից ենթադրում։ Սա ամենևին չի վերաբերում վթարների վերականգնմանը, ինչպես գիտենք, մեր մոտ իհարկե ջրի կորուստները ահռելի չափերի են հասնում, այս տարի մոտ 55%, գումարած եթե վերցնենք նաև ցայտաղբյուրների, հա, ջրարբիացման եւ այլն այս ջրի ծավալները 65% մոտավորապես ջրի կորուստ, հա, որից մաքուր կորուստը 55% է, իսկ 55%-ը դա միայն տեխնիկական կորուստ չի։ Տեխնիկական կորուստի հետ համատեղ այստեղ նաև կա շրջանցող ջրագծեր, չհաշվառվող, հա, այսպես ասեմ, այսինքն հաշվառման համակարգը վնասելով, կանգնեցնելով, փչացնելով ինչ որ տեսակ ջրօգտագործում իրականացնել։ Մեր արած մոնիտորինգների արդյունքում տարեկան 3-4 անգամ իրականացնում ենք մոնիտորինգ, հիմնականում իրականացնում ենք առևտրային կորուստների հայտնաբերումը, այսինքն շրջանցող ջրագծեր, ջրաչափական սարքավորումների փչացում կամ կանգնեցում կամ չգիտեմ։ Այս առումով պետք է, չգիտեմ, մենք ուղղակի փոխենք մեր վարքագիծը ջրի նկատմամբ, որովհետև մեր իրականացրած հասկանալի է, չէ, շրջանցող ջրագծով մենք, չգիտեմ, հողամաս ենք ջրում կամ ինչ ենք անում, բայց երրորդ հարկից վերև մարդը ջուր չի ունենում, սա ուղղակի անմարդկային վերաբերմունք է։ Դե դեպքում պետք է նաև այդ սպառողների նկատմամբ լինի խիստ վերահսկողություն, որովհետև այո, մեկը հողամաս է ջրում, մյուսը 8-րդ հարկում ջրի խնդիր է ունենում։ Հա, իհարկե, այստեղ ակտեր են կազմվում, ակտի գումարները ճիշտ է
եւ արդարացի է եւ ոչ, եւ ասում ենք թանկ է եւ ասում ենք նաեւ առանձնատների հատվածում էլ այդ լուրջ խնդիր կա, որովհետեւ մեկ ուրիշը իր մեծ հողամասն է ջրում, մեկ ուրիշը դրա արդյունքում մնում է առանց խմելու ջրի։ Շրջանցող ջրագծերի հիմնական հատվածը առանձնատների եւ իրավաբանական անձանց ինչ որ արտադրական ձեռնարկությունների մոտ են հայտնաբերվում։ Կոպիտացած Լևի ջուր, այն որ ասում են Լևի հոսանք, Լևի ջուր, հիմա նույնն է, բնական է, որ բազմահարկ շենքերում բնակիչը այդ ջուրը տենց մեծ ծավալներով օգտագործելու խնդիր չունի, հնարավոր է ինչ որ առումով ստեղծագործական աշխատանքներ կատարի ջրաչափական սարքի վրա, բայց դա էական մեծ ծախսերի մասին չի խոսքը այդտեղ։ Դրա համար բազմաբնակարան շենքի բնակիչը երբ տուգանվում է, հա, ջրաչափական սարքի միջամտության համար, դա Չափագիտական ազգային ինստիտուտը տալիս է իր եզրակացությունը, որ ջրաչափական սարքը միջամտած է եւ հնարավոր է, որ դա ազդեր ջրի ծավալների հաշվառման վրա եւ դրա համար նրա մոտ առաջանում է 45000 դրամի կարգի ամենաշատը ակտավորման գումար, իսկ սեփական տներում սա մոտավորապես կկազմի 80-90000 դրամ, սա կախված է նաեւ ջրամատակարարման գրաֆիկների եւ միացված խողովակի տրամագծի հետ։ 80-90000 դրամ, իսկ իրավաբանական անձանց մոտ շատ ավելի մեծ գումարներ, բայց ելի կարծում եմ, որ իրականում կարգի հրավիրելը եւ այս ջրագողություններին ու վատնմանը տեղիք չտալու համար պետք է ակտերը շատ ավելի թանկ լինեն։ Պարոն Սարգսյան, հանձնաժողովը վերջերս հաստատեց ջրի սակագին, այն թողելով անփոփոխ։ Ինչպես կանդրադառնա սա համակարգի արդյունավետության եւ սպասարկման որակի վրա։ Իհարկե, եթե մենք նայում ենք դեպի ապագայի միտումները, իհարկե մենք միշտ պահանջները պետք է դնենք ավելի լավացնել սպասարկման որակը, որը իրենից պետք է ենթադրի ավելի մեծ ծախսեր եւ պետք է հասկանանք, որ գնալով կարող է սակագինը թանկանալ, բայց միևնույն ժամանակ մենք ունենք այստեղ հետաքրքիր կառուցվածք, քանի որ վիոլան վարձակալ է, հիմնական մեծ ներդրումները, կապիտալ շինարարությունները եւ այլն իրականացնում է պետությունը իդեմս ջրային տնտեսության պետական կոմիտեի, հա, տարածքային կառավարման նախարարության ենթակայության։ Այստեղ քանի որ ներդրումների հետ կապված մեծ, քանի գնում ծավալները ավելի պետք է մեծանա, քանի որ պետք է վերջին հաշվով ջրային համակարգը թարմացվի, հա, այս վթարներից ու այս գրաֆիկներից խուսափելու համար, դրա համար մեծ ներդրումներ պետությունը ինքն է նախաձեռնում իրականացնել։ Վիոլան իրականացնում է այստեղ մոտավորապես 37 միլիարդ դրամի 15 տարիների համար աշխատանք, որը իրենից ենթադրում է փոքր հատվածային նորոգումների, շահագործման համար անհրաժեշտ նորոգումների աշխատանքներ։ Իսկ ցանցի ընդլայնման եւ ցանցի մեծ կապիտալ ներդրումները իրականացնում է պետությունը։ Բայց այս տարի պետությունը Veolia ջրին հատկացրել է 11 միլիարդ դրամ, եթե չեմ սխալվում, եւ ինչ կոնկրետ ծրագրերի վրա են ուղղվելու այդ միջոցները, ինչ արդյունքներ պետք է տեսնեն քաղաքացիները այդ առումով մոտ ապագայում։ Ասեմ ավելին, ոչ միայն այս տարի, սա երևի շարունակական կլինի մի քանի տարի, սա միտված է ներքին ցանցում ջրի կորուստների վերացմանը, որպեսզի ներքին ցանցում կարողանա ջուրը պահել։ Նայեք, օրինակ ջրանջատումները 17-ժամյա գրաֆիկը իրենից ինչ է ենթադրում։ Սա մարդու առավոտվանից մինչև ժամը 12-ը, ընկած ամբողջ ցերեկային ժամանակահատվածում գործունեության համար ջրամատակարարում իրականացվում է։ Գիշերվա հատվածում ջրամատակարարումը դադարեցվում է։ Ինչի համար։ Որպեսզի նախ օրվա կարգավորիչ ջրամբարը լցվի, որովհետև ջրի մուտքը փոքրանում է այդ ամառային ժամանակահատվածում։ Օրվա կարգավորիչ ջրամբարը լցելու եւ ցանցում ճնշում պահելու համար մենք հավատացեք ունենում ենք 50-55% կորուստ, այսինքն ափսոսա այդ ջուրը, երբ ուղակի չօգտագործվող ժամանակահատվածում, գիշերային ժամանակահատվածում տես մեծ ջրօգտագործում չունենք։ Ուղակի կորուստների համար ջուր պահել ցանցում, ճնշում պահել ցանցում։ Եվ այս տրամաբանությամբ 11 միլիարդ դրամը, որ ասում եք, այո, հատկացվել է 17 միլիարդ դրամի աշխատանքներ պետք է կատարի, 5.5 միլիարդ դրամ բաժանված է, կատարելու է մի մասով Վիոլան, մի մասով ջրային կոմիտեն, արդեն դրանց տենդերների գործընթացն ավարտված է, շինարարությունները սկսված են, 25-26 թվականների ընթացքում կավարտվեն, ավարտվելու ընթացքում կտնտեսվի
270 լիտր վարկյան ջուր, որը գրեթե տարվա կտրվածքով կազմի 8 միլիոն խորանարդ մետր։ Մի քանի տարի այսպես տնտեսումներ եւ միևնույն ժամանակ կրճատվում է կորուստները, հա, այսպիսի ներդրումների արդյունքում մենք կկարողանանք գոնե ապահովել նորակառույցներին, հա, որոնք այս պահին ստարտ ունեն, բայց պետք է ավարտվեն իրանց շահագործման ժամկետները տարիներ հետո է, 3 կամ 5 տարի հետո է, ապահովել նորակառույցներին։ Ընդհանրապես ջրի ապահովումը հիմա այս պահին բավարարում է, բայց ջրի պակասումը, հա, նվազեցումը լինում է ամռան ամիսներին։ Այստեղ համ մի կողմից ջրօգտագործումն է գերակա չափերի հասնում, մյուս կողմից աղբյուրների նվազումը։ Եվ ձեր ասածը հույս ունեմ, որ այսինքն բնակիչները, սպառողները, այսպես ասած, նրանց համար տեսանելի կլինեն այն փոփոխությունները, որոնք արվում են։ Իհարկե, մի քանի տարի, եթե անընդմեջ իմիջիալոց ասեմ, նաև քննարկված է եւ արդեն նախագծերն են իրականացվում 26 թվականին հայտարարվելիք մրցույթների համար, 26 եւ 27 թվականների համար, այսինքն մոտ 10 միլիարդի աշխատանքներ էլ չնայած 25 թվականին սկսած աշխատանքների կավարտվի 26-ին, բայց դա կապ չունի նոր աշխատանքների ստարտի նախագծային աշխատանքների համար, որը կիրականացվի 26-27 թվականների համար եւ հուսով եմ մի քանի տարի այսպես շարունակելու արդյունքում մենք զգալի կունենանք կորուստների նվազում, որը կիրականացվի այդ ձեր ասած անորակ վատ համով ջրի մղումը ինչից է ենթադրվում։ Ձեր մոտ ըստ երևույթին ջուրը ստանում է Գառնու ջրատարից, հա, տարվա ընթացքում, իսկ ամառվա ժամանակաշրջանում չէ որ Երևան մտնող մագիստրալների վրա են հիմնականում կառուցված Երևանամերձ եւ շարունակվող համայնքները։ Մեծ չափի ջրառ են վերցնում, հա, եւ ջուրը Երևան քիչ է հասնում եւ Երևանում էլ է շատ օգտագործում։ Այդ առումով ամառային ամիսներին պակասում է ջուրը եւ ստիպված Արարատյան 1-2 պոմպակայաններով մղում են ջուր, որպեսզի դոտացիա տան ջրի քանակին։ Այ եթե ջրակորուստները Երևանամերձ հատվածներում, որը իմիջիալոց իրականացնում է Վիոլան, այս տարի որ ինչպես ասացի 5.2-5.7 միլիարդի աշխատանքներ ջրային կոմիտեն իրականացնում է Երևան քաղաքի մեջ մարզերում, համայնքներում եւ որը շատ հեռավոր մարզերում։ Այսինքն եթե նվազեն ջրի որակը հետզհետե կլավանա եւ այդ անորակ ջրից հնարավորինս ձեր մոտ Գառնու ջուրը։ Այո, շնորհակալություն։ Հիշեցնեմ իմ հյուրը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Կամո Սարգսյանն է, շնորհակալություն ուշադրության համար, հաջողություն։